Վերջի կիրակիները արդեն ինչքան ժամանակ մենք ուսումնասիրում ենք 10 պատվիրանները իրար հետ։ Մենք շարունակենք ուսումնասիրել 10 պատվիրանները նոր կտակարանի տեսանկյունից։ Թող Հիսուսի անունը փառավորվի։ Հալելույա։ Հիմա եթե գրքեր ունեք, բացարեք երկրորդ օրինաց 5-րդ գլուխը։ Ուրեմն առաջին 4 պատվիրանները 10 պատվիրաններից դրանք յուրահատուկ պատվիրաններ էին։ Առաջին 3-ը վերաբերվում էին մարդ-Աստված հարաբերությանը։ Խոսում էր կոնկրետ մարդկանց հետ։ Հիշում եք առաջին պատվիրանը, որն էր ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Երկրորդը քեզ համար կուրկ չսարքես։ Երրորդը քո Տեր Աստծո անունը պարապտեղը բերանդ չվերցնես։ Չորրորդը շաբաթը կամ հանգստյան օրը զգույշ եղիր, ուշադիր եղիր, որ պահես, ոչ մի գործ չգործես։ Տիրոջ անունը փառավորի։ Այդ բոլորը մենք բացատրեցինք նոր կտակարանի տեսանկյունից։ Հիմա պիտի շարունակենք։ Հաջորդ 6 պատվիրանները վերաբերվում են մարդ-մարդ հարաբերությանը։ Ու մեջտեղում դրված շաբաթը պահելու պատվիրանը, դրա մասին հետո էլ չեմ ասի, դա վերաբերվում էր ուխտի նշանին։ Կարծես թե դա նշան էր դառնում, որ մարդը գտնվում է այդ պատվիրաններին համապատասխան ուխտի մեջ։ Պատկերացրեք ինչպիսին է կառուցվածքը։ Հիմա մարդ-մարդ հարաբերությանը ավելի մեծ բաժին է տրված, մոտավորապես 2 անգամ ավելի, քան թե մարդ-Աստված հարաբերությանը։ Որովհետև Աստված մեկն է ու մենք հարաբերվում ենք իր հետ ամեն մեկս, բայց մարդիկ շատ են ու մենք հարաբերվում ենք շատերի հետ, դրան էլ շատ պատվիրաններ են պետք գուցե մեզ ավելի ուղղելու իրար հարաբերության մեջ։ Մի կարևոր պատվիրան կա, որը ասացի, որ այսօր պիտի ուսումնասիրենք։ Երկրորդ օրինաց 5-րդ գլխի 18-րդ խոսքում կարդացեք այդ պատվիրանը։ Շնություն մի արա։ Այո, Աստված շատ կարճ մի արտահայտություն խոսեց Մովսեսի բերանով, ասեց շնություն մի արա։ Նույնը գրված է Ելից 20-րդ գլխի 14-րդ խոսքում։ Իսկապես, երբ որ մի հարուստ պատանի մոտեցավ Հիսուսին, ասեց ինչ անեմ, որ Աստծո թագավորությունը մտնեմ։ Հիսուս ասեց պատվիրանները պահիր, ասեց որոնք։ Գիտեք Հիսուսը ինչ հերթականությունով ասեց։ Ասեց շնություն մի արա, մի սպանիր եւ այլն։ Երբ որ ես մտածի, որ առաջինը դա պիտի խոսամ, հետո բաց արեցի այդ հատվածները կարդացի, զարմացա, ասեցի հետաքրքիր է, Հիսուսն էլ տեղերը փոխեց, առաջինը սա խոսեց։ Ուրեմն կա ինչ-որ մի բան մարդու սրտի խորքում, մարդու էության մեջ, որ անհրաժեշտություն է առաջացնում առաջինը դա ասելու։ Գուցե դա Աստծո ներգործությունն է, որ մղում է առաջինը դրա մասին խոսելու։ Եկեք վերցնենք բոլորը իրար հետ։ Նաև մարդկային տրամաբանությունը իր տեղում։ Իհարկե սա շատ կարևոր մի պատվիրան է, ու 5 տակարանում սա շատ հասկանալի էր։ Ուղղակի ֆիզիկապես շնություն մի գործիր ու վերջ։ Լավ հասկանում էին հрьяաները սա, իրենք պահում էին այդ կանոնը, մեծ մասամբ ձգտում էին պահել այս կանոնը։ Բայց նոր կտակարանը մի քիչ ուրիշ ձևով է խոսում։ Եկեք հիմա մի քիչ ավելի մանրամասն։ Եթե գրքեր ունեք ինձ հետ բացարեք առաջի Կորինթացիների 6-րդ գլուխը։ Կարծում եմ ձեզ այն շատերը կարդացած կլինեն այս հատվածը, բայց եկեք իրար հետ ուշադրությամբ նորից ուսումնասիրենք։ 12-ից սկսում եմ կարդալ։ Ամեն բան ինձ օրինավոր է, բայց ոչ թե ամեն բան օգտակար։ Ամեն բան ինձ օրինավոր է, բայց ես մի բանի իշխանության տակ պիտի չլինեմ։ Ասում ես ոչ մի բանի իշխանության տակ պիտի չլինեմ։ Սա խոսում է, որ միայն Աստծո իշխանության տակ պիտի լինեմ, դրանից բացի ուրիշ ոչ մի բանի իշխանության տակ։ Նաև իմ մարմնի, նրա ցանկությունների իշխանության տակ պիտի չլինեմ, որովհետև հաջորդ խոսքերը դրա մասին են խոսում։ Կերակուրները փորի համար են, փորն էլ կերակուրների, բայց Աստված այս էլ դրանք էլ պիտի խափանի։ Իսկ մարմինը պոռնկության համար չէ, հապա Տիրոջ ու Տերը մարմնի համար։ Մարմինը Տիրոջ համար է ու Տերը մարմնի համար, շատ կարևոր մի արտահայտություն։ Հիմա կմտածեք, բա դա ինչ կապ ունի։ Չոր խոսքը ասում է, որ մարմինը պոռնկության համար չէ, հապա Տիրոջ, եւ Տերը մարմնի համար։ Եվ Աստված, որ Տիրոջը հարություն տվեց, մեզ էլ պիտի հարուցանի իր զորությունով։ Չգիտեք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են։ Ուստի Քրիստոսի անդամները առնելով պոռնիկի անդամներ դարձնեմ քավլիցի։ Չեք գիտեր, թե նա որ պոռնիկի է մոտենում, նրա հետ մեկ մարմին է լինում, քանզի գիրքը ասում է երկուսը մեկ մարմին պիտի լինեն։ Հետաքրքիր է, որ Պողոս առաքյալը վերցնում է այն մարգարեությունը, որ Ադամը խոսեց իր կնոջ համար, ասեց մեկ մարմին պիտի լինեն, ու դա խոսում է այս տեսանկյունից, որ ասում է, եթե մենք պոռնիկի ենք մոտենում, նրա հետ մեկ մարմին ենք լինում։ Այսինքն չի նշանակում, որ միայն օրինական ամուսնությունն է, որ մեկ մարմին է դարձնում։ Նաև մեկ մարմին է դարձնում անօրինական կապերը։ Ու դա դառնում է կարծես թե դավաճանություն Աստծո առջև, որովհետև այս մարմինը տրված է Աստծուն փառավորելու համար, բայց անկարծ մարդը վերցնում ու տանում մեկացնում է մի ուրիշ բանի հետ։ Մի քիչ հետո ավելի մանրամասն։ Իսկ նա որ Տիրոջն է մոտենում, նրա հետ մեկ հոգի է լինում։ Պոռնկությունից փախեք, ամեն մեղք, որ մարդը գործում է, իր մարմնից դուրս է, բայց նա որ պոռնկանում է, իր մարմնի դեմ է մեղանչում։ Իր մարմնի դեմ մեղք է գործում։ Եկեք այս արտահայտության վրա էլ կանգ առնենք։ Գիտեք, իսկապես, երբ որ նայեք մարդկության պատմությանը, դուք շատ բաներ կնկատեք, որոնք կապված են հենց այդ մեղքի հետ։ Հետաքրքիր է այս արտահայտությունը Պողոս առաքյալը ինչ հիմքից է վերցրել, որ ասում է բոլոր մեղքերը մարմնից դուրս են։
Հիսուսն ասում է, բոլոր մեղքերը ծնվում են մարդու սրտում ու բխում են մարդու սրտից, հիշում եք։ Բայց Պողոս առաքյալը ասում է, որ բոլորը մարմնից դուրս են։ Իսկ այս մեկը ասում է, մարմնի դեմ է կարծես թե մեղք։ Երևի պատահական չի, որ հենց այս մեղքի հետ կապված ֆիզիկական, մարմնական հիվանդություններ կան, գիտեք չէ՞։ Օրինակ վեներական հիվանդությունները։ Դրանց մի մասը առաջացել են հենց այնպիսի վարքից, որովհետև մարդիկ այդպիսի վարք են ունեցել։ 5 տականը շատ ավելի մանրամասն է գրում այս մեղքի մասին։ Գրում է միասեռների մասին, թեև նոր կտակարն էլ է դրա մասին գրում։ Եվ գիտեք, որ հիվանդության տեսակներ օրինակ սպիդի մեծ տարածումը եղել է հատկապես միասեռների շրջանում։ Նաև կենդանիների հետ հարաբերությունները մարդկանց, որը ուղղակի չգիտեմ, երևի մարդու մտքից վեր միապականություն է, փչացածություն։ Բայց գիտեք սա ինչից է գալիս, որ սա այնպիսի մի ձգտում, այնպիսի մի ցանկություն է մարդու մեջ, որ մարդը ոչ մի ձևով դա չի բավարարում ու ինչքան էլ որ ինքը բավարարվում է, դա համարում է անբավարար։ Դրա համար ինքը կարա ձգտի այդպիսի բաների։ Ես հիշում եմ, որ երբ որ սպիդի մասին այդպես մեծ խոսակցություններ էին գնում, թե դրա ծագումը որտեղից կային բազմազան վարկածներ, թե որտեղից ծագեց։ Այս տարբերակներից մեկը նա էր, որ անցել է կենդանիներից մարդուն։ Եվ ամենահավանական տարբերակը դա էր։ Կարծես թե յուրահատուկ ձևով մարմինը պատժվում է իր մեղքի պատճառով, որովհետև այդ մեղքը այնպիսի մեղք է, որ գործվում է մարմնի դեմ, հետևաբար դրանից նաև պատժվում է մարմինը, ու սկսում է փչանալ մարմինը։ Դա հիվանդություններ են ֆիզիկական, որոնք լուրջ ազդում են մարմնի վրա։ Եկեք շարունակենք, ուրեմն նույն 6-րդ գլխի 19-րդ խոսքից գրված այսպես. Չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է։ Պողոս առաքյալը չէր խոսում անհավատների մասին։ Ինքը խոսում էր քրիստոնյաների մասին, որոնք դժվարություն ունեին այդ մեղքի հետ կապված։ Ասես, չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որը ձեր մեջ է։ Դու գիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որը ձեր մեջ է։ Գիտես իսկապես, որ Աստծուց ունենք եւ որ մենք մեր անձի տերը չենք։ Շարունակության մեջ գրված է, որ որովհետև գնով գնվեցիք, ուստի փառավորեք Աստծուն ձեր մարմինների հոգիների մեջ, որոնք Աստծունն են։ Մենք որ գնվեցինք Հիսուսի արյունով, մի ուրիշ թարգմանությունում գրված է մեծ գնով գնվեցիք։ Մենք որ գնվեցինք Հիսուսի արյունով, դա չգնեց մեր հոգին միայն ու մարմինը թողեց աշխարհին։ Գիտեք, այսօր այդպիսի ուսմունք կա ու իրենց համարում են քրիստոնյաներ, ասում են հոգիս Սուրբ է, հոգիս Աստծո հետ է, բայց մարմինս մեղք է գործում, մարմինս չի կարող մեղք չգործի։ Սա մի հրեշավոր մոլորություն է, ու այս մարդը չի հասկանում, որ այդ բոլոր մեղքերը գալիս են իր սրտի խորքից, ու այս մի մեղքն էլ եթե ինքը գործում է իր մարմնի դեմ, ու վերջ այդ մարմինն էլ պիտի փչանա, հոգին էլ պիտի փչանա, որովհետև սրտի խորքից են գալիս այդ մեղքերը, ու Հիսուս ասաց դուրս են գալիս ու ապականում են մարդուն։ Չասեց մարմինն են ապականում, ասեց մարդուն են ապականում։ Գիտեք ինչու՞։ Որովհետև մարդը ամբողջություն է, հոգի, շունչ, մարմին։ Ինքը մեկ ամբողջություն է, չի կարող հոգով լինի, չգիտեմ, սուրբ, կատարյալ, իսկ մարմնով լինի կատարյալ պեղծ, այսպեսի բան չի լինում։ Մի ամբողջություն է, ու իր գործերից երևում են, թե ինչ կա մարդու հոգու մեջ, մարդու սրտի մեջ։ Հալելույա, գրված է, որ մենք մեծ գնով գնվեցինք։ Գնահատիր այդ գինը ու երբեք այդ գնի դեմ չմեղանչես։ Ընդունիր այդ գինը, որ դու գնված ես այդ գնով, ու դու պատրաստ ես այդ գնին համապատասխան նվիրվածություն ունենալու Հիսուսին։ Հալելույա։ Իհարկե, ես պիտի շարունակեմ խոսքը, որովհետև նոր կտակարանը շատ է խոսում դրա մասին ու շատ մանրամասն, ոչ միայն նոր կտականը, ամբողջ Աստվածաշունչը։ Մի ուրիշ հատված կա Մատթեոս 5-րդ գլխում, որը մանրամասն խոսում է հենց այդպիսի մեղքի մասին։ Ու հետաքրքիր է, որ Հիսուսն իր աշակերտներին, երբ որ սովորեցնում էր դրա մասին, սկսեց 5 կտակարանից։ Ասեց, լսել եք, որ ասվեց շնություն մի արա։ Սա 5 կտակարանի պատվիրանը, որը ես ձեզ այսօր կարդացի 2-րդ օրինացգրքից։ Այդ նույն պատվիրանը խոսում էր Հիսուսը իր աշակերտներին, ասեց լսել եք, որ ասվեց. շնություն մի գործիր, բայց ես ձեզ ասում եմ, ով որ կին մարդու կնայի նրան ցանկանալու համար, նա իր սրտի մեջ շնություն արեց նրա հետ։ Եկեք այս հատվածի վրա կանգ առնենք ու իրար հետ ուշադրությամբ մտածենք։ Ստացվում է, որ երբ որ մարդը ֆիզիկապես չի գործում այդ մեղքը, ու ինքը իրեն համարում է մաքուր այդ տեսակետից, Աստված դեռ այդպես չի համարում։ Հիսուս ասաց, եթե դու կնայես ցանկանալու համար, դու քո սրտի մեջ մեղքը գործեցիր արդեն։ Այստեղ երկու բան գումարվում են իրար հետ. ցանկությունը եւ գործողությունը դրան համապատասխան։ Եթե ցանկությունը կա ու դու կատարյալ մերժել ես, դրան համապատասխան ոչ մի գործողություն չես ուզում անել ու չես անում, Աստծո կողմից դա մեղք չի համարվում։ Ուշադիր եղեք այս հարցում։ Բայց երբ որ դու համաձայն ես ցանկության հետ, դու դրան համապատասխան գործողություն ես կատարում, դա դառնում է մեղք։ Երբ որ դու կնայես մարդկանց ու առանց ոչ մի ցանկություն չես ունենա, դա էլ մեղք չի լինի քո համար։ Դա համար չի նշանակում, որ փողոցում պիտի քայլենք մեր աչքերը փակած։ Հակառակը քո սրտում պիտի ազատ լինես մեղքից։ Ու երբ որ միտեղ էլ կտեսնես մի բան կա, որտեղ քո աչքերը կարող են գնալ այդ ուղղությամբ, լավա չնայես այդ ուղղությամբ։ Լավա մերժես դա, որովհետև քո սրտում դու իսկապես մեղքը կգործես ու Աստծո առջև կդառնաս մեղավոր։ Գուցե դժվար բան եմ ասում,
Հետարքիրա որ խոսքը կարծես թե վերաբերվում է տղամարդկանց։ Ասում է, երբ որ կնոջը նայես ցանկանալու համար դու մեղք ես գործում, կարծես խոսքը տղամարդկանց մասին է։ Բայց մի տեսակ կանանց չի վերաբերվում։ Դե հիմա մի ուրիշ տեսակետից ասեմ։ Իսկ եթե կինը սիրում է իրեն տեղերը ցույց տալ, որոնք տղամարդկանց գայթակղում են, արդյոք սա նույն խոսքի մեջ չի տեղավորվում։ Չէ՞ որ ժամանակին Աստված դատաստանի օրը քեզ կասի, գիտես սիրելիս, այդ քո եղբայրը գուցե այդքան ուժ չուներ, դեռ իր սրտում չէր աղթել։ Քո ցույց տալը իրեն գցեց մեղքի մեջ։ Նկատել եք, այստեղ մի արտահայտություն կա։ Ասում է, ով որ կին մարդուն նայի նրան ցանկանալու համար, նա իր սրտի մեջ շնություն արեց նրա հետ։ Այս վերջի արտահայտությունը կարդացել եք նրա հետ։ Այսինքն, երբ որ տղամարդը նայում է մի կնոջ, որի նկատմամբ իր մեջ ցանկությունը առաջանում, ինքը կարծես նրա հետ է իր սրտի մեջ շնությունը գործում, մեղքը գործում։ Քույրեր, ես ձեզ եմ հարցնում, ուզում եք, որ մարդիկ իրենց սրտերի մեջ ձեր հետ մեղք գործեն։ Գուցե ֆիզիկապես դու չտեսնես էլ, բայց քո հագնվածքը, քո վարքը, քո խոսելաձևը, այն մասերը, որոնք դու բաց ես անում ու ցույց ես տալիս մանավանդ շոկ եղանակներին։ Ու չես մտածում, որ կարիք կա գուցե դրանք փակելու, որովհետև մարդկանց գայթակղության պատճառ է լինում, եւ մարդիկ իրենց սրտի մեջ քեզ են ցանկանում։ Ու դատաստանի օրը դրա համար էլ հաշիվ պիտի տաս։ Ուրեմն երկու կողմերը իրարից տարբերվում են իրենց բնավորությամբ ու վարքով։ Օրինակ, եթե տղամարդը ցանկությունների մեջ ավելի գերակշռող է նայելը, գիտեք, տղամարդկանց մեջ այդպես ավելի գերակշռող է, նույնիսկ ֆիզիկական կոնտակտից, կարծես թե այդ ամեն ինչից առավել գերակշռող է նայելու process-ը։ Դրա համար կան ստրիպտիզ ակումբներ, աշխարհում բացվում են ու կրիզից չեն ապրում, գիտեք։ Նրանք զարգանում ու աճում են։ Դրա համար կան ուրիշ տեսակ բաներ, օրինակ գեղեցկության մրցույթներ, որտեղից են առաջացել, որ տղամարդիկ հաճույքով նստում ու նայում են, որովհետև դա իրենց սրտի մեղքին համապատասխան է։ Կան էլի այդպիսի շատ բաներ, բայց կա նաև մյուս կողմը, կնոջ կողմը։ Ուրեմն տղամարդու կողմը ավելի շատ նայելու, վերջնական գուցե կգնա ֆիզիկական կոնտակտի, բայց կնոջ կողմն էլ կա։ Գիտեք, կանայք սիրում են ցույց տալ։ Կանայք ավելի շատ գայթակղվում են լսելուց, երբ որ իրենք լսում են նման պատմություններ, նման խոսակցություններ։ Դրա համար պատմություններ կան, որ ես լսել եմ կանանց մեջ, տղամարդկանց մեջ չեմ լսել։ Ուղղակի ահավոր եմ տեսել այս կողմը, բայց կանայք կարող է իրար այնպիսի բաներ պատմեն, որ տղամարդկանց մեջ ես նման բան չեմ տեսել, ինչքան էլ ընկերներ եմ ունեցել։ Զգուշ եղեք։ Եփեսացիների 5-րդ գլխում գրված է այսպիսի մի խոսք. ասում է աշխարհում ծածուկ գործված բաների մասին խոսելն անգամ ամոթ է։ Աշխարհում ծածուկ գործվող բաների մասին խոսելը անգամ ամոթ է։ Ամոթ ոչ թե որ խոսեմ ձեր հետ ամոթ կլինի, ես հիմա շատ բաներ բաց եմ խոսում ու դեռ կխոսեմ։ Ամոթ Աստծո առջև։ Չէ՞ որ ես խոսում եմ, բացատրում եմ ընդհանրապես սովորելու համար, բայց երբ որ դու կնստես քո ընկերուհի հետ ինչ որ բան խոսես, չէ՞ որ Աստծո առջև ամոթ է, Աստծո ներկայությունը կա այդտեղ։ Իսկապես մեղք է այդպիսի բաներ լցնել մարդկանց ականջներին։ Մեկը պատմում էր, իհարկե արտասահմանից էր ասեմ, որ հանկարծ մերանց մասին չմտածեք։ Պատմում էր, ասում է, որ իր աղջիկները սովորում են քոլեջում, ասում են շատ ծանր իրավիճակ է, որովհետև խեղճ աղջիկներս հենց գնում են, ասում են այնտեղ աղջիկները պատմում են, թե այդ գիշերը ինչեր են անցկացրել։ Ու պատկերացնում եք քրիստոնյայի համար ինչքան ծանր կլինի այդպիսի իրադրությունը։ Դրա համար զգուշացեք ուղղակի նման բաներ խոսելուց, որովհետև չգիտեք, թե ձեր կողքին ինչ հոգևոր ուժ ունի, նաև Աստծո առջև, ինչ դատապարտություն կվերցնեք դրա պատճառով։ Հիշում եմ մի ստրիպտիզի պարուհի, ասում էր, որ ինքը սիրում է իր մերկությունով իշխել տղամարդկանց վրա։ Ես ոչ մի կողմը չեմ արդարացնում, ոչ մի կողմը չեմ մեղադրում։ Վայ այն տղամարդուն, որի վրա իշխում են կանայք իրենց մերկությունով։ Իսկապես վայ այդ տղամարդուն։ Բայց նաև սա ինչ հատկությունն է, որ սիրում է իշխել տղամարդկանց վրա իր մերկությունով։ Ինքը այդպես ասեց ուղիղ, ասում է ինձ դա է դուր գալիս, որ ես իշխում եմ տղամարդկանց վրա։ Հասկանում եք սա ինչ է նշանակում։ Զգուշացեք քույրեր։ Գիտեմ, որ դուք նման մտադրություն չեք ունենա, որովհետև դուք աստվածային մտքեր ունեք, բայց նաև զգուշացեք, որ անգիտակցաբար նման բաներ չանեք, որ անգիտակցորեն հանկարծ չազդեք տղաների վրա, անկախ նրանից դրանք հավատացյալ են, թե անհավատ են։ Մեկը մենք գնում ենք ճիշտ ճանապարհով, մենք գնում ենք դեպի սրբություն, դուք համաձայն եք դրա հետ։ Ու սրբությունը միայն դրսում չի լինելու, միայն մեր ֆիզիկական մարմնի սրբությունը չի լինելու, դեպի լինի սրտի խորքում, թե չէ մի օր ֆիզիկապես անպայման կարտահայտվի։ Ստացվում է այս խոսքից նաև մի այսպիսի բանաձև, որ ցանկացած գործողություն, որի հիմքում ընկած կլինի կրքի շարժառիթը, ինքը դառնում է հենց այդ մեղքը։ Ցանկացած գործողություն, որի հիմքում ընկած կլինի կրքի շարժառիթը, դառնում է շնության մեղք։ Եթե նայում է կրքի շարժառիթով ցանկանալու համար, դա մեղք է, արդեն շնություն է։ Իսկ եթե հեռուստացույցն է միացնում այդ շարժառիթով, դա նույն մեղքը չի։ Եթե վերցնում եք մի, չգիտեմ, ամսագիր եք թերթում, որտեղ գունավոր նկարներ կան, ու փնտրում եք հենց այդպիսի նկարներ, դա նույն մեղքը չի։ Գիտեք, մի անգամ մտա խանութ, երիտասարդ աղջիկներ էին վաճառողները,
Բաց դրված էր իրենց սեղանին այդպիսի մի թերթ կամ ժուրնալ, չգիտեմ ինչ էր, բավականին մեծ երկու էջով նկարված այդպիսի էրոտիկ նկարներ էին։ Ու նույնիսկ չփակեցին, երբ որ տղամարդն մոտեցավ։ Աշխարհը ինչքան է այսօր փչանում գնալով։ Ինչքան ամուր պիտի լինեն քրիստոնյաները, որ պաշտպանված լինեն դրանից ու չընկնեն աշխարհի ազդեցության տակ։ Այսօր մոդաները ավելի շատ սարքում են ոչ թե նրա համար, որ իսկապես մարդկանց գեղեցիկ հագուստ ներկայացնեն, այլ այդ գեղեցկության տակ գեղեցիկ մարմիններն են ավելի շատ ցույց տալիս։ Բայց դեռ այդ մարմնի գեղեցկությունը ցույց տալը չի նշանակում, որ դա ճիշտ է։ Աստվածաշունչը ասում է, որ այդպիսի բաները մեղք են։ Գիտեք, որ ժամանակներ առաջ Հայաստանը շատ ավելի ամուր էր այս հարցում, ու արևմտյան հագնվելաձևը դեռ չէր մտել Հայաստան։ Նույնիսկ շալվար հագնող աղջիկներին արդեն ուրիշ աչքերով էին նայում, որովհետև Հայաստանում այդպիսի բան չկար։ Ես շատ ժամանակներ առաջ եմ խոսում, թեև ես ապրել եմ այդքան էլ շատ չի։ Հետո մեկ էլ սկսեցին աղջիկները հագնել ավելի բաց, սկսեցին կարճացնել իրենց հագուստը, հետո սկսեցին բացել վերևի կողմից, իսկ վերջի տարիներին արդեն բացում են մեջտեղից։ Իսկապես զգուշացեք, մինչև ուր։ Սա մի ընթացք է, կարծես թե որ գնում է, բայց մինչև ուր։ Գիտեք, մի անգամ հեռուստացույցով մեկը խոսում էր նենց ցավոտ, որ ինչ վատ է, որ հայ աղջիկները այդպես են հագնվում, բայց նաև զգուշացրեցին, գիտեք, որ դա շատ վտանգավոր հիվանդություններ է առաջացնում։ Այսօր աղջիկներն ու ձմռանն են այդպես հագնվում։ Մի փոքր շարժումից բացվում է իրենց մեջքը եւ այլն։ Սրա համար կարծում եմ մեծ ներգործություն ունեն նաև ընտանիքի մյուս անդամները։ Սովորեցրեք ձեր երեխաներին ամենափոքր հասակից համեստ հագուստ հագնել, ոչ աչքի ընկնող հագուստ։ Գիտեմ, երբ որ այսպիսի հարցերով եմ խոսում, շատ են մարդիկ խոսում, մանավանդ աղջիկները շատ են բողոքում, ասում են դե թող տղաները իրենց սիրտը մաքրեն։ Գիտես ինչ, իսկ դու քո բաժինը չպիտի մաքրես։ Աստված քեզանից պիտի չպահանջի, տղային պիտի ասի ինչու նայեցիր, իսկ ես պիտի չասի ինչու բացեցիր։ Չէ՞ որ երկուսն էլ պիտի լինի։ Զգուշացեք սրանից։ Ու սովորացրեք ձեր երեխաներին, որ հենց փոքրից այդպես համեստ հագուստով մեծանան ու իրենք սովոր լինեն ընտրել համեստ հագուստը։ Ինձ համար մի զարմանալի է եղել, երբ որ ամուսինը թույլ է տալիս, որ իր կնոջ մերկ տեղերը փողոցում Երևան։ Ասում ես տղամարդը ինչ է մտածում։ Երբ որ նման կին եմ տեսնում աշխատում տղամարդու դեմքին մի հատ նայում, ասում ինչ է մտածում։ Երբ որ նման կին եմ տեսնում նրա դեմքին էլ եմ նայում, ասում տեսնես ինչ է մտածում։ Ուզում եմ մարդկանց ասի, որ ես այսքան մեծ ցանկություն ունեմ, ինչ է նշանակում այդ հագնվածքը։ Ժամանակներ առաջ, երբ որ ես էլ նման մեղքերի մեջ էի, ասեմ, որ ես սուրբ չեմ ծնվել, ուրեմն իսկապես նայում էի այդ կանանց մերկությանը, բայց երբ որ դարձա հավատացյալ, ես կանանց դեմքին բնավորությունը տեսնելու շատ բանից սկսեցի զզվել, գիտեք, ու հիմա դրա միայն տեսքը իմ մեջ զզվանք է առաջացնում։ Այդ դեպքում քույրերը ձեզ հարց կտամ, եթե դուք բացեք ու ինչ որ մեկը գայթակղվի, իսկ սուրբերին էլ ուզում եք զզվելի լինել դրանով, նրանց էլ ուզում եք զզվացնել։ Դրա համար ես լավ ճանաչում եմ Աստծո սիրտը ու քանի անգամ ձեզ ասել եմ, չէ՞ որ Աստծո սիրտը այնպեսին չի, որ կարծես թե ինքը իրեն զսպվում է մեղքից, հակառակ Աստծո սիրտը զզվում է մեղքից։ Ինչքան էլ ուզում այդ մեղքը մարդկային մարմնին հաճելի լինի, դուք պիտի հասնեք այդ մակարդակին, որ իսկապես դուք զզվեք այդ մեղքից, ու վերջ։ Միայն դրա մտքից արդեն զզվանք առաջանա ձեր մեջ։ Որ մնաց դեռ գործողության վերածվի այդպիսի միտքը։ Աստվածաշունչը խոսում է նաև Աստծո դիրքի մասին այս մեղքի նկատմամբ։ Խոսում է թե Աստված ինչքան խիստ է վերաբերվում այս տեսակ մեղքին։ Նույն Մատթեոս 5-րդ գլխի կարդացած հատվածը, որ կար 27-28-րդ խոսքերը, եկեք շարունակենք կարդալ։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, ես կարդամ նույն խոսքը իրար հետ։ Ով որ կին մարդու կնայի նրան ցանկանալու համար, նա իր սրտի մեջ շնություն արեց նրա հետ։ Արդ եթե քո աչքդ քեզ գայթակղեցնում է, հանիր ու քեզանից դեն գցիր, որովհետև լավ է քեզ, որ անդամներիցդ մեկը կորսվի ու քո բոլոր մարմինը դժոխքը չգցվի։ Եվ եթե աջ ձեռքդ քեզ գայթակղեցնում է, կտրիր ու քեզանից դեն գցիր։ Լավ է քեզ, որ անդամներիցդ մեկը կորսվի ու քո բոլոր մարմինը դժոխքը չգցվի։ Այստեղ կարող է հակասություն առաջանա, ես բացատրեմ դա։ Երբեք մարդկային մարմինը դժոխքը չի գնալու։ Հիսուս այստեղ օգտագործել է ոչ թե դժոխք բառը, հենց դժոխք, այլ գեհինոմ եբրայերեն բառն է օգտագործել։ Այդպիսի մի ձոր է եղել Երուսաղեմից հարավ գտնվող մի հատվածում շատ խորը մի ձոր է եղել։ Այնտեղ թափել են ամբողջ Երուսաղեմ քաղաքի աղբը, տեղափոխել ու թափել են։ Ոնց որ Երևանի համար սովետաշին է։ Ուրեմն այդ տարածքում միշտ թափած աղբը այրել են, վառել են ու անընդհատ այնտեղ կրակ ու ծուխ է եղել։ Ու Հիսուսը երբ որ համեմատություն էր բերում դժոխքի, ինքը շատ անգամ էր հիշեցնում գեհինոմ, այդ ձորի անունը, որը հայերենում շատ հաճախ գրված է գեհեն բառը։ Եբրայերեն բառը գեհինոմ է արտասանվել։ Ուրեմն ինքը ի նկատի ուներ սա, որ եթե ուզում ես այդ գեհինոմից կամ այդ կրակից, այդ աղբանոցից դուրս պրծնել, լավ է որ աչքդ կամ ձեռքդ կտրես գցես այնտեղ, բայց քո ամբողջ մարմինը փրկես։ Ես հիշում եմ, որ ժամանակին դպրոցական տարիքում շատ էի սիրում թե արկածային ֆիլմեր, թե արկածային գրականություն ու շատ եմ կարդացել։
Չեմ հիշում հիմա, թե ֆիլմ էր, թե գրականություն որտեղից, բայց իմ մեջ մի դեպք է տպավորվել, որ մեկի ձեռքը կոկորդիլոսը բռնում է։ Գիտեք ինչ անում է մարդը, հանում է իր դանակը, ձեռքը կտրում ու փախնում է։ Երբ որ կոկորդիլոսը բռնում է, նրա բերանը բացել հնարավոր չի, նրան պիտի սատկացնել, հետո կացինով ջարդել ծնոտները, որպեսզի նրա բերանից ինչ-որ մի բան դուրս բերվի։ Այս մարդու ձեռքը որ բռնում է, ոչ մի բանով կոկորդիլոսին չես վնասի։ Նույնիսկ հրացանի գնդակը ամեն տեղը չի ծակում նրա կաշին, բայց այս մարդը հանում է դանակը, կտրում է իր ձեռքը ու փախնում է։ Հիսուս ասաց, երբ որ քո ձեռքը քեզ կգայթակղեցնի, կտրիր ու գցիր։ Ուզում ես կյանքդ փրկել։ Կտրիր այն ինչը որ քեզ կկապի նման մեղքի հետ։ Եթե աչքդ է կապում, կտրիր այդ աչքը։ Այստեղ խոսքը նրա մասին չի, որ հիմա գնաս տուն ու սկսես աչքդ ծակել։ Դու իսկապես աղոթքի մեջ կտրիր աչքդ այդ մեղքից։ Սա խոսում է Հիսուսի խստության մասին, թե ինչքան կարևոր արժի այս մեղքից ազատվելը։ Լավ է մարդը առանց աչքի մնա, բայց այս մեղքից ազատ լինի։ Լավ է մարդը առանց ձեռքի, առանց ոտքի մնա, բայց այս մեղքից ազատ լինի։ Աստվածաշունչը շատ խիստ է խոսում սրա մասին։ Կարդացեք Կողոսացիների 3-րդ գլխում 5-րդ խոսքը։ 5 մեղք է թվարկում այնտեղ, որոնցից մեկը պոռնկություն է գրված, ու գրված Աստծո բարկությունն է գալիս է գործողների վրա։ 5-րդ խոսքում է գրված։ Ասում Աստծո բարկությունն է գալիս է գործողների վրա։ 5 տականում դուք շատ հաճախ կկարդաք այսպիսի արտահայտություն պատմական գրքերում, թագավորած մնացորդած գրքերում, որ երբ որ մի թագավոր աստվածապաշտ նստեց գահին, ինքը երկիրը մաքրեց ինչ որ բաներից, օրինակ կռապաշտությունից, օրինակ սոդոմական մեղք գործողներից, կարդացել եք այդպիսի բաներ։ Գրածա Բահաղի վրաններ գործողներից, պատրաստողներից։ Այդ Բահաղի վրանները էին, որոնք խփվում էին ու դրանց մեջ անառակություն էր արվում։ Սոդոմական մեղքը այն մեղքն էր, որտեղ միասեռներն էին հատուկ հավաքվում։ Ու այդ մեղքի պատճառով Աստծո բարկությունը եկավ Սոդոմի ու Գոմորի վրա, ու կրակը թափվեց ու ոչնչացավ։ Աստծո խստությունը այս մեղքին շատ խորն է, շատ մեծ, Աստծո մեջ շատ ուժեղ զզվանք առաջացնում այս մեղքը։ Ու երբ որ մարդը գտնվում է այսպիսի մեղքի մեջ ու ինքը հասնում է որոշակի դժբախտության, թող Աստծո չնեղանա, որովհետև ինքը ստիպել է, որ Աստված իր երեսը թեքի իրենից։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Առակած գիրքը դուք հաճախ կարդում եք։ Մի գլուխ համարյա ամբողջովին, սկզբից մի փոքրիկ հատված բաց թողած 7-րդ գլուխը, մնացած ամբողջ գլուխը վերաբերվում է այդ մեղքին։ Ես միայն մի փոքրիկ հատված կարդամ, նկարագրում է ուրեմն մի կին ինչպես իր արթուզարթով, իր ամեն ինչով, իր վրա գցված անուշահոտ յուղերով ոնց է գայթակղում մի երիտասարդի ու տանում իր ետևից։ Այս երիտասարդն էլ գնում է դրա ետևից։ Ու տեսեք ինչ խոսքեր է գրված դրա համար։ Ես պիտի կարդամ Առակաց 7-րդ գլխի 22-23 խոսքերը։ Նա էլ կնոջ ետևից սպանդանոց գնացող արչարի պես, պատժվելու գնացող կապված հիմարի պես գնում է, մինչև որ նետը նրա լյարդը ծակի, ինչպես թռչունը շտապելով դեպի ծուղակն է գնում, ու չգիտի, որ դա իր հոգու համար է լարված։ Տեսեք ինչ խոսքեր է ասում։ Ասում է ինչպես սպանդանոց գնացող արչարը, գիտեք որն է եզը։ Գիտեք չէ, երբ որ եզին պարանով կապում ու տանում են սպանդանոց սպանելու, սպանդանոցը գիտեք չէ, որտեղն է, այնտեղ որտեղ անասուններին սպանում են, կտրատում ու հետո միսը վաճառում։ Ասում է, երբ որ կապած տանում են, տեսած կլինեք, նրանք շատ հեզ գլուխները կախ գնում են տանողի ետևից, չգիտեն ուր են գնում։ Ասում է, այդպես այդ երիտասարդն էր գնում այդ կնոջ ետևից, մինչև որ նետը իր լյարդը կծակի, մինչև որ ինքը կհասնի այդ պատժին։ Այնտեղ հիմարը անվանում դրան, եթե դուք ինձ հետ կարդում եք 7-րդ գլխի 22-23 խոսքերը, կարող եք ամբողջ 7-րդ գլուխը կարդալ հետո։ Պատժվելու գնացող հիմարի պես, ասում է, մինչև որ նետը նրա լյարդը ծակի։ Այս մի արտահայտությունն էլ է հետաքրքիր, ասում է, ինչպես թռչունը շտապելով դեպի ծուղակն է գնում, ու չգիտի, որ դա իր հոգու համար է լարված։ Այս թռչունի համար սիմվոլիկ ձևով է ասում, թռչունը հոգի չունի, այսինքն չգիտի, որ իր կյանքը բռնելու, իր կյանքը կործանելու համար է լարված այդ թակարդը։ Դու քրիստոնյա գիտես, որ նման ծուղակները քո հոգու համար են լարված, որ եթե մի օր այս մարմինը դեն գցեցիր իր բոլոր ցանկություններով միասին, տեսնել ես, որ քո հոգին է կապված դրանով, ու դու չես կարողանում Աստծո մոտ գնալ, ինչքան էլ քեզ քրիստոնյա ես համարել։ Սա մի ահավոր ծուղակ է, որի մեջ շատերն են ընկնում, թե քրիստոնյաներ, թե անհավատներ։ Աստծո վերաբերմունքը այսպեսին է այս տեսակ մեղքին, ու իր գնահատականը այսպեսի մեղք գործողներին այդպեսին է։ Ես կարծում եմ ամբողջական նկարագրեցի, բայց սրանով իհարկե չեմ վերջացնի։ Շնությունն մի գործ իր արտահայտությունը շատ ավելի լայն է, քան ֆիզիկական կամ ընդհանրապես մարմնի ցանկության շնությունը։ Շնությունը դա գիտեք ինչ տեսակ, սկսեմ մարմնավորից, կա հոգևոր շնություն գաղափարը։ Չգիտեմ ձեզ հանդիպել է այդպիսի գաղափար թե չէ ու երբևէ փորձել եք ուսումնասիրել դա Աստվածաշնչում։ Երբ որ ամուսիններ են լինում, իրենք մեկ մարմին են, ու խոսք ասում է, որ ինքը իր մարմնի տերը չի, այլ իր կողքինն է իր մարմնի տերը, ոչ էլ նա է իր մարմնի տերը, այլ դու ես նրա մարմնի տերը։ Այսինքն մարմինը պատկանում է միայն մի հոգու, այդ կողքի անձնավորությանը։ Երբ որ բացի այդ մեկից մարդը իր մարմինը տալիս է մի ուրիշի, ինքը կոչվում է շնացող։ Հասկանում եք process-ը։
Հիմա մեզ Հիսուսը գնել է իր արյունով, ու մենք պատկանում ենք իրեն։ Մեր կյանքի ցանկացած պահին մեր անձը տանք որևէ բանի, մենք շնություն ենք գործում Աստծո առջև։ Դրա համար մարմնավոր շնությունը ավելի շատ մտնում է հոգևոր շնության մեջ, ու մի փոքրիկ բաժին է կազմում ընդհանրապես հոգևոր շնության։ Եթե Աստվածաշնչեր ունեք, բացառեք Եզեկիել մարգարեությունը 23-րդ գլխի 36-37 խոսքերը պիտի կարդամ։ Տերը ինձ ասաց. «Որդի մարդը, Ողայի ու Ողիբիայի դատաստանը պիտի տեսնես, ուրեմն նրանց պղծությունները իրենց պատմիր, որովհետև շնություն արեցին, իրենց ձեռքերի մեջ արյուն կա, եւ իրենց կուրքերով շնություն արեցին, ու իրենք ինձ ծնած տղակները կրակից անցկացրեցին, որպեսզի նրանց կերակուր լինեն։ Այս մի արտահայտությունը իրենց կուրքերով շնություն արեցին»։ Աստծո առջև ցանկացած կուրք ունենալը, ես հիմա դրա մասին մանրամասն չեմ խոսի, որովհետև արդեն խոսել եմ երկրորդ պատվիրանի ժամանակ։ Ցանկացած մի բանի քո անձը տալիս ես, քո կյանքը տալիս ես, քո նվիրումը տալիս ես ցանկացած մի բանի, Աստծո նկատմամբ շնություն ես գործում։ Որտեղ բացի Աստծուց ուրիշ ոչ մի բանի դու իրավունք չունես քո անձը տալու։ Քո անձը գնված է, պատկանում է միայն իրեն։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ու փոխանակ գնահատելու թե ինչ արժեքով, ինչ ձեռքերի մեջ է քո անձը ու ինչ գնահատականով, քեզ ինչքան թանկ է գնահատում ինքը։ Մարդը կարող է իր կյանքը տա մի ինչ որ ուրիշ բանի։ Ես չեմ ուզում թվարկել այդ ինչ որ բաները, որովհետև Կուրքերի ժամանակ մենք մանրամասն ենք խոսել, բայց երբ որ մարդը իր անձը տալիս է նման ցանկությունների ետևից գնալուն, ինքը գիտեք նույն մեղքն է գործում Աստծո առջև առաջին հերթին հոգևոր շնություն, հետո նոր մարմնավոր շնություն։ Երբ որ Էսավը վերադարձավ որսից, սոված էր, չգիտեմ գուցե որսել բերել էր հետը, բայց դեռ եփած չէր իր որսը, ոչինչ գրված չի դրա մասին։ Բայց գրված է որ եղբայրը շատ համով մի ապուր էր եփում։ Երևի հոտն էլ տարածված էր։ Հոտը հասավ քթին, մի քիչ էլ գրգռվեց ախորժակը, ասաց սոված մեռնում եմ, իմ անդրանիկությունը ինչի՞ս է պետք, մի աման ապուր տուր։ Այսինքն ինքը չասեց անդրանիկությունը, սկզբում եկավ ասաց մի աման տուր ուտեմ, ասաց անդրանիկությունը տուր տամ, Հակոբը շատ խորամանկ էր, ասաց անդրանիկությունը տուր ինձ, քեզ կերակուրը տամ։ Հոգևոր օրհնությունը վերցնում էր մարմնավոր ուտելիք տալու համար։ Ու Եսավ ասաց անդրանիկությունը ինչ եմ անելու, սոված մեռնում եմ, տուր։ Ու վերցրեց կերավ, բայց Աստծո առաջ շնության մեղք էր։ Եբրայեցիների 12-րդ գլխում կարդացեք։ Գրված է մեկը պոռնիկ լինի կամ պիղծ Եսավի պես, որ իր անդրանիկությունը ծախեց։ Դու Հիսուսի մեջ անդրանիկն ես Աստծո։ Գիտես դա։ Երբեք դա ոչ մի բանի չփոխես այս աշխարհում։ Կյանքդ անձդ ոչ մի բանի չտաս, որովհետև ցանկացած նման քայլը կլինի շնություն Աստծո նկատմամբ։ Երևի հասկանալի դարձավ, թե հոգևոր շնությունը ինչ բան էր։ Սրանով էլ չեմ ուզում վերջացնել, ավելի շատ ուզում եմ ձեզ միջոցները ասել ինչպես ազատ լինել այս մեղքից։ Գիտեմ, որ իսկապես դժվար մեղք է։ Մարդիկ, անկախ նրանից ինչ տարիքում են գտնվում, ամենափոքրից մինչև ամենածերը 100 տարեկան, այս մեղքի արմատը ունեն իրենց սրտում ու կյանքի տարբեր ժամանակներում տարբեր ձևերով դրսևորվում են։ Սկսած են ամենափոքր երեխայից, որ ոչինչ չի հասկանում, բայց մեկ էլ կտեսնես դրա նկատմամբ ձգտում է ունենում։ Գիտեք, որ հոմոսեքսուալիզմը սկսվում է տղաների մոտ շատ փոքր տարիքում, ու այդ տարիքում պետք է ուղղակի բռնացնել, իրենց ազատել դրանից։ Ճիշտ սովորեցնել ինչ-որ բաներ դաստիարակել։ Ու այդ տարիքը հենց անցավ, իրենք դրանից ազատ են լինում, բայց երբ որ դա խորանում է իրենց մեջ, դա կարող է ամբողջ կյանքում խորանա։ Ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն տղաները, ովքեր ընտանիքում տղամարդ չեն ունենում, օրինակ հայր, որը իրենց հետ շատ մտերիմ լինի ու այդպիսի հարցերով խոսի իրենց հետ, այն տղաները, ովքեր շատ մտերիմ դաստիարակություն, մանրամասն դաստիարակություն չեն ունենում, ավելի շատ նրանք են ընկնում նման մեղքի մեջ։ Կամ կարող է ունենան տանը հայր, բայց այդ վերաբերմունքը չունենան դաստիարակության։ Դրա համար իրենք ավելի շատ են ընկնում այդ մեղքի մեջ։ Ինչու եմ սա ասում։ Սա աշխարհային բանից է վերցրել, ուսումնասիրություններից, ստատիստիկայից, որ իսկապես այդպիսի մարդիկ են ավելի շատ դրա մեջ ընկնում ու ինչ տեսակ տարիքից սկսած։ Բայց ուշադիր եղեք այդ հարցում, որովհետև դա մի բան է, որը ծնվում է մարդու հետ ու մեռնում է մարդու հետ։ Ամբողջ կյանքի ընթացքում տարբեր ձևերով դրսևորվում է դա։ Դուք այսօր էլ կարող եք փողոցում տեսնել, թե ինչպես, չգիտեմ, զառամյալ ծերունին կարող աղջիկների ետևից նայի։ Իհարկե ահավոր մեղք է սա։ Սրա վրա ոչ թե մարդու ծիծաղալի լացն է գալիս։ Ասում ես ինչ է կատարվում այս աշխարհում։ Ցավալին այնա, որ կարող են անկարծ քրիստոնյաները սրա մեջ ընկնել։ Զգուշ եղեք դրանից։ Ասեմ ինչ անել, որովհետև դա իսկապես դժվար հարց է։ Եթե դուք իսկապես ուզում եք ազատ լինել դրանից, այս խորհուրդները կվերցնեք ձեզ։ Բացառեք Գաղատացիների թողտը ինձ հետ։ 5-րդ գլխում 24-րդ խոսքում կարդակ այսպիսի խոսք. Նրանք, որ Քրիստոսիններն են, իրենց մարմինը խաչեցին կիրքերով ու ցանկություններով մեկտեղ։ Որոշ թարգմանություններում դուք այստեղ կարդակ բնական կիրքերով ու ցանկություններով, որը ճիշտ չի, բնական բառը ավելացված է այստեղ։ Ուրիշ շրիֆտով է գրված մեծ մասամբ, որ հասկանալի լինի ավելացված է։
Նրանք, որ Քրիստոսիններն են, իրենց մարմինը խաչը հանեցին կիրքերով ու ցանկություններով մեկտեղ։ Ես լսել եմ այս խոսքի սխալ մեկնաբանությունը, որ մարդիկ ասում են՝ «Պիտի խաչ չես ու այլ կիրքեր չունենաս», այսպեսի բան չի լինում։ Այդ կիրքերը բնականից դրված են մարդու մարմնի մեջ Աստծո կողմից ու դրանք պիտի լինեն։ Բայց խաչը հանել նշանակում է, որ դրանք քո համար մեռած պիտի լինեն, դու դրանց համար մեռած պիտի լինես։ Սա ինչ է նշանակում, որ իրենց երբեք պիտի չարձագանքես։ Հիշում եք, մենք մի անգամ խոսել ենք կենդանի լինել ու մեռած լինելու մասին։ Ու այստեղ դա կարելի է կիրառել շատ տեղին։ Երբ որ քո կրքերը քեզ ինչ-որ մի բան են ասում, դու մեռած ես դրա համար, մի շարժվիր դրանից։ Մի պատասխանիր նրանց։ Մի արձագանքիր այդ կրքերին։ Քեզ մեռած համարիր դրանց համար։ Ոչ թե դրանք ընդհանրապես պիտի չլինեն, սա նորմալ վիճակ չլինի։ Նրանք կլինեն ժամանակ առ ժամանակ գլուխ կբարձրացնեն, ժամանակ առ ժամանակ քեզ կստիպեն հեռուստացույցը միացնել դրա համար, պատուհանից դուրս նայել դրա համար, փողոցում քայլել ու նայել դրա համար կամ չգիտեմ նման բաներ լսել, սպանիր դրան։ Ասա ես քո հետ համաձայն չեմ։ Ես քեզանով երբեք պիտի չառաջնորդվեմ։ Երբ որ սիրտը տանում է դրան համապատասխան հեռուստացույցը միացնելու, բացառ Աստվածաշունչը ու կարդա։ Շարունակեք Գաղատացիների թղթում 6-րդ գլխի 7 եւ 8 խոսքերում այսպեսի բան է գրված. «Մի խաբվեք, Աստված ծաղր չի լինում, որովհետեւ ինչ որ մարդը ցանում է նույնը պիտի հնձի։ Նա որ իր մարմնին է ցանում, այն մարմնից ապականություն պիտի հնձի։ Նա որ հոգուն է ցանում, այն հոգուց հավիտենական կյանք պիտի հնձի»։ Տեսեք, ասում են նա որ իր մարմնին է ցանում, ապականություն պիտի հնձի։ Այսօր քո արած գործողությունները որ ցանման են ենթարկվում կամ վերաբերվում, եթե դրանք վերաբերում են քո մարմնին ցանելուն, դու մի օր ապականություն ես հնձելու։ Ու այդ մի օրը չի ուշանա։ Երբ որ դուք մի քիչ մտածեք մարմնավոր բաների մասին, այդ մարմնավոր կրքերը անմիջապես կբարձրանան։ Դա շատ բնական է մարդու մեջ։ Մարդու մեջ հիմնականում անձին կառավարողը դա միտքն է, ու ցանել հասկացողությանը վերաբերում է մտքին։ Եթե դու շատ ես մտածում մի բանի մասին, դա ցանվում է քո մեջ։ Եթե մտածում ես Աստծո խոսքի մասին ու Աստծո մասին, այսինքն քո հոգուն ես ցանում, գրվածը հավիտենական կյանք պիտի հնձես։ Խաղաղություն, ուրախություն Հռոմեացիների 8-րդ գլխում նույն հատվածը մի քիչ ուրիշ ձևով է գրված։ 8-րդ գլխի 5-ից 8 խոսքերն են։ Այնտեղ հետո կարդակ։ Մի քիչ ուրիշ ձևով է գրված։ Այնտեղ գրված է, որ խաղաղություն կհանձես, եթե հոգուտ ես ցանում։ Բայց եթե ցանում ես մարմնի համար, իսկապես մեղ գործել ես տալիս քո մարմնին։ Գիտեք, գերմանացի փիլիսոփա ասեմ թե հոգեբան Ֆրեյդին լսել եք իր մասին ու իր գործերից հավանաբար կարդացել եք։ Իր փիլիսոփայական առանձնահատկությունը ի՞նչն է, գիտեք։ Մարդուն համարում է սեքսուալ անձնավորություն։ Կարծես անասնացնում է մարդուն։ Աստծո խոսքը ասում է քո կրքերով ցանկություններով խաչը հանիր։ Ինքը ասում է մարդը սեքսուալ անձնավորություն է։ Ասում է եթե իր սեքսուալ կարիքները բավարարված եղան, ինքը դժվարություն չի ունենա կյանքում։ Այ եթե տխրած է, հարցրեք, իր կյանքում մի բան խախտված է։ Ինչ որտեղ գուցե կա սրա մեջ ճշմարտություն։ Ու մարդիկ կախված լինում են դրանից, բայց սա ճիշտ չի։ Դու կախված պիտի լինես որպես քրիստոնյա միայն Աստծուց, ուրիշ ոչ մի բանից։ Դաստիարակիր ինքդ քեզ։ Գաղատացիների 6-րդ գլխի 7-8 խոսքերը ցանելու սկզբունքը սովորեցնում է, որ մենք մեր մտքում միշտ պիտի ցանենք Աստծո խոսքը, որպեսզի նման բաներ չաճեն, որպեսզի նման ցանկություններ չաճեն անկարծ մեր մեջ։ Դրա համար միշտ պիտի ցանենք Աստծո խոսքը, այսինքն միշտ պիտի մտածենք Աստծո խոսքի վրա։ Դրա համար շատ տեղերում կկարդաք, որ երանելի են նրանք, որ գիշեր-ցերեկ Աստծո խոսքի վրա են մտածում։ Ունեք այդ երանությունը ձեր կյանքում։ Առաջի Սաղմոսը թեկուզ կարդացեք դրա համար։ Եթե կտեսնես, որ քո կյանքում բարձրանում են նման բաներ, բացառ Աստծո խոսքը ու սկսիր պատերազմել։ Ես գիտեմ սխալ պատերազմ, որը ճիշտ չի։ Ես նկարագրեմ այդ սխալ պատերազմը, այսպեսի բան չանեք։ Մարդիկ մտնում են աղոթքի մեջ, ասում են՝ «Տեր ինձ ազատի այս կրքերից»։ Ամբողջ ժամանակ իրանց միտքը կիրք բառն է։ Սա ճիշտ չի, որովհետև թեկուզ աղոթքի ժամանակ, բայց դուք դրա մասին եք մտածում ու դրանք կսկսեն աճել ձեր մեջ։ Դուք հակառակը մտեք աղոթքի մեջ, բացառեք Աստծո խոսքը, ասա՝ «Տեր ինձ նոր բան տուր քո մասին»։ Տեր ես նոր հանդիպում եմ ուզում քո հետ։ Տեր հայտնություն տուր քո խոսքից։ Այսպիսի աղոթքներ արեք, որ ձեր միտքը լրիվ կտրվի նրանից ու գա կենտրոնանա միայն Աստծո վրա։ Այս դեպքում դուք կշահեք ու կտեսնեք ոնց մարմինը իր տեղը կզիջի ձեր հոգուն։ Այն մարդիկ, ովքեր չունեն իրենց անձնական հաղորդակցությունը Աստծո հետ, սա ամենամեծ դժվարությունն է առաջացնում այս հարցում։ Ունեցի քո ամեն օրվա կարդալը, աղոթելը, որպեսզի կարողանաս հաղթել քո մեջ եղող ամենամեծ թշնամուն։ Ու թշնամին գտնվում է քո մեջ գրված այս սիրտը ամեն բանից ավելի չար ու խաբեբայ է։ Ու մարդը, որ ուզում է իր կրքերի ցանկությունները արդարացնի, նույնիսկ Աստծո խոսքից համարներ կբերի։ Գիտեք չէ՞ այդպիսի դեպքեր, որ փորձում են Աստծո խոսքով շնության մեղքը կամ նույնիսկ միասեռությունը արդարացնել։ Ես հաճախ այդպիսի օրինակներ բերել եմ։ Եթե մի ուրիշ միջոց եք ուզում ազատագրվելու նման մեղքերից, բացառեք Պետրոս առաքյալի առաջին թուղթը։ 2-րդ գլխի 11-րդ խոսքը պիտի կարդանք իրար հետ։ Սիրելիներ, աղաչում եմ պանդուխտների եւ օտարականների պես հեռու մնացեք մարմնավոր ցանկություններից, որոնք հոգու դեմ պատերազմում են։
Ասում աղաչում եմ ձեզ, պանդուխտների եւ օտարականների պես։ Գիտեք ինչ է նշանակում պանդուխտ օտարական։ Մարմնի մեջ դու քեզ տես որպես պանդուխտ օտարական։ Դաստիարակիր մի բան, որ ես ժամանակավոր եմ այս մարմնի մեջ։ Մենք հաճախ սիրում ենք այս մարմնին նայել այնպես, որ կարծես թե մեր հետ պիտի ապրի հավիտյան։ Չէ, այս մարմնի մեջ ոչ մեկը, այս մարմինը երբեք պիտի չապրի հավիտյան։ Դու քեզ տես որպես ժամանակավոր մի անձ ես բնակարանի մեջ։ Դաստիարակիր քո մեջ այդ գաղափարը, որ ես օտար ու պանդուխտ եմ, ու այս մարմինը ինչ ցանկություններ ունի, դեպի մի օտար երկրյա ցանկություններ են, դա իմ սեփականությունը չեն։ Դաստիարակիր այդ օտարությունը քո մեջ, աղոթքի մեջ, խոսքի մեջ, կարդալու մեջ։ Հեռու մնացեք մարմնավոր ցանկություններից, որոնք հոգու դեմ պատերազմում են։ Սա նույնիսկ վախ պիտի առաջացնի, որ երբ որ դու մտածում ես մարմնավոր ցանկությունների մասին ու դրանք սկսում ես աճեցնել քո մեջ, դրանք քո հոգու դեմ են պատերազմում։ Դուք երբևէ նկատել եք, որ երբ որ նման ցանկությունները մեծացած են, դու չես կարողանում աղոթքի մեջ կոնտակտ ունենալ Աստծո հետ։ Հաղորդակցությանդ կարծես թե խանգարող մի բան լինի։ Կարող է այդ պահին դու չգիտակցես, որ հենց դա է խանգարողը, բայց հենց դա է շատ ժամանակ լինում խանգարողը։ Մինչև չես հաղթահարում դա, մինչև դա ոչնչացած չի լինում, դու հաղորդակցության մեջ չես մտնում Աստծո հետ։ Որովհետև ինքը հոգու զգայարանների դեմ պատերազմող է։ Այս մարմնի զգայարանները, ցանկությունները պատերազմում են մեր հոգու զգայարանների դեմ։ Դրա համար արժի որ վախենալ նույնիսկ այս տեսակ մեղքից, որովհետև դա հոգու դեմ է։ Եվ այս խոսքը, այս արտահայտությունը, որ հեռու մնացեք մարմնավոր ցանկություններից, սա նշանակում է նորից մեր մտքի մասին, որ մեր միտքը պետք է հեռու պահել նման ցանկություններից։ Ոչ միայն միտքը հեռու պահել, այլ ցանկացած գործողություն, որը կարող է առաջանա դրանից, այդպեսակ մտքից, կամ չգիտեմ դրան համապատասխան մի բան, այդ ամեն ինչից հեռու մնալ։ Այնտեղ որտեղ մարդիկ չեն լռի նման բան խոսելուց, դու ինքդ հեռացիր։ Այնտեղ որտեղ կտեսնես նման նկարներ, հաղցրու աչքերդ հեռացիր դրանցից։ Մի ավելի հետաքրքիր խոսք, որ գրված է Տիմոթեոսի թղթում, երկրորդ թուղթը, որ գրում է Պողոս առաքյալը Տիմոթեոսին, գիտեք, որ այս թղթերից երևում է, որ Տիմոթեոսը ինքը երիտասարդ էր, ինքը եկեղեցու առաջնորդ էր, ու Պողոս առաքյալը անհանգիստ էր, որ ինքը կունենա այդ դժվարությունները։ Ու անհանգստությունը շատ տեղին էր, որովհետև բոլոր երիտասարդների մոտ է լինում այդ դժվարությունը։ Շատ հեշտ համարակ կարող են երիտասարդները լավ հիշել։ Երկրորդ Տիմոթեոս 2:22 4 հատ 2 է գրված։ Բայց շատ օրհնյալ խոսք է գրված. երիտասարդական ցանկություններից փախիր, գնա արդարության, հավատքի, սիրո, խաղաղության ետևից, նրանց հետ, որ Տիրոջ անունը կանչում են մաքուր սրտով։ Ուրեմն երիտասարդական ցանկություններից փախիր։ Այս արտահայտությունը շատ հասկանալի է մեզ, ու ես արդեն բացատրեցի, որ առաջին փախցնելու բանը դա միտքն է, բայց շատ կիսատ է, երբ որ դու ուզում ես փախցնել դրանից ու չգիտես ինչ անես ուրիշ։ Երբ որ մարդու միտքը ուզում է կտրած լինի մի բանից, բայց տեղը չի լցնում մի ուրիշ բանով, իր միտքը դատարկ է մնում, իր միտքը կարող է շատ հեշտ վերադառնա իր անցյալին, այդ մեղքերին, որի մասին ինքը չի ուզում մտածել։ Բայց այստեղ Պողոս առաքյալը շատ լավ խորհուրդ է տալիս. երիտասարդական ցանկություններից փախիր ու գնա արդարության, հավատքի, սիրո, խաղաղության ետևից։ Գնա այսպիսի բաների ետևից, ու դու փախած կլինես այդ բաներից։ Միտքդ փախցրու կտրիր մարմնավոր երիտասարդական ցանկություններից ու միտքդ մցրու հավատքի, խաղաղության, արդարության, սիրո մեջ, ու դու կտեսնես, թե ինչի կհասնես։ Ոսման մանավանդ այն մարդկանց հետ, ովքեր Աստծո անունն են կանչում անկեղծ սրտով։ Փնտրիր, գտիր այդպիսի մարդիկ, եղիր նրանց հետ միասին գնա արդարության, հավատքի, սիրո, խաղաղության մեջ։ Դու հեռու կմնաս այդպիսի բաներից։ Նկատեցիք, ուրեմն պետք է մի կողմից կտրել միտքը նման բաներից ու հեռանալ դեպի բաների մեջ, որոնք աստվածային են, ու դու հաջողություն կունենաս դրանում։ Այս փախուստը թող քո մեջ շատ ուժեղ լինի, երիտասարդական ցանկություններից փախիր։ Գիտեք, մի երիտասարդի մասին է գրված 5 գտականում, որ փախավ նման ցանկություններից։ Հիշում եք ով էր? Հովսեփը։ Երբ որ մի կին երիտասարդ Հովսեփին բռնեց, ասեց, չէ, ինձ հետ պիտի լինես։ Ինքը ծառա էր, ինքը ստրուկ էր մի տան մեջ։ Իր տիրոջ կինն էր, ում տանը որ ինքը ստրուկ էր, պատկերացնում եք, կարելի է այստեղ շատ բաներ մտածել սրա մասին։ Բայց հետաքրքիր է, որ ասեց չէ, ասեց այս տան մեջ ամեն ինչի վրա իշխանություն ունեմ բացի քեզանից։ Ասեց իմ Տերը քեզ չի տվել ինձ։ Ուզում էր փախներ, գրվածա շորից բռնեց։ Գրվածա շորը հանեց ու փախավ։ Ճիշտ է, այդ կինը գործեց իր վրեժը, հետո հակառակ process արեց, կանչեց իր ամուսնուն, ծառաներին, ասեց ուզում էր ինձ բռնաբարել, դրա համար էլ շորը թողեց, կարծես թե երբ որ կռվեցի ու գոռացի, շորը թողեց փախավ ու բռնեցին, դրեցին բանտը Հովսեփին, բայց Աստծո առջև ինքը մաքուր էր։ Գրված է մի կարևոր արտահայտություն, Աստված իր հետ էր ու շնորհք տվեց։ Աստված իր հետ էր, ուզում ես Աստված քո հետ լինի, փախիր սրանից։ Գնա արդարության, խաղաղության, սիրո, հավատքի ետևից։ Աստված քո հետ կլինի, փախիր սրանից։ Մի ուրիշ խոսքով որ ասեմ, նվիրվիր
քո ամբողջ կյանքը սրտանց, սրտիդ ամենախոր անկյուններից նվիրիր Աստծո ծրագրին քո համար, քո կյանքի համար Աստծո ծրագրին նվիրիր, ու այս մեղքը կփախնի քեզանից։ Ու դու ոչ մի դժվարություն չես ունենա այս մեղքից հեռու լինելու։ Ոնց ես ուզում ապրել Աստծո հետ, ուզում ես հավիտենական կյանքը հնձել, թե ուզում ես մարմնից ապականություն հնձել։ Քո ամբողջ օրվա մտածմունքի մեջ ի՞նչն է ավելի շատ տեղ զբաղեցնում քո մտքում։ Աստծո խոսքը, աղոթքը, Աստծուն գոհություն տալն ու փառաբանությունը, թե հակառակը մարմնավոր բաներ մտածելը։ Դու ինքդ տես քո կյանքում, երբ որ հեռուստացույց ես միացնում, որ ալիքներն ես ավելի շատ միացնում։ Նրանք, որտեղ նման բաները շատ կան, երբ որ փողոց ես դուրս գալիս, քո աչքերը ինչ են փնտրում։ Ու քեզ մի բան էլ հարցնեմ, ընդհանրապես կյանքում ինչ ես փնտրում։ Կյանքում քո արածի նպատակը, ապրածի նպատակը որն է, ինչ ես փնտրում։ Լավ մտածիր այս հարցերի շուրջը։ Շնորհակալ եմ Աստծուց, որ անսահման սեր ունի ամեն մարդու նկատմամբ, որ կարող ամեն տեսակ մեղքերը ների, գրկի ընդունի մարդուն այնպես կարծես թե այդ մեղքերը չի գործել։ Արդյոք միտքդ տալիս ես Սուրբ Հոգուն ու խնդրում ես, որ ինքը լցնի իր խոսքով, ինչի ետևից են աչքերդ գնում, ինչն է քո սրտի մեջ թրթիր առաջացնում, հոգևորը թե մարմնավորը։ Եթե տեսնում ես պակասներ, սխալներ, խոսիր այդ բոլորը Հիսուսի հետ։ Խոստովանվիր, ու քո մեղքերը կներվեն այն դեպքում, երբ որ դու որոշում կընդունես, որ սրանից հետո միայն Հիսուսինն ես լինելու։ Ում ես քո անձը տալիս ավելի շատ, այս ժամանակավոր մարմնի համար ապրելուն, թե հոգևոր նպատակների համար ապրելուն։ Այս մարմինը քեզ տրված Աստծուն փառավորելու համար, որպեսզի այդ մարմինը գնա այնտեղ, որտեղ Հիսուսն է ուզում որ գնա, որ այդ մարմինը նայի այն ուղղությամբ, որտեղ որ Հիսուսն է ուզում որ նայի։ Հիսուսն ուզում է, որ քո աչքերը մարդկանց նայեն ոչ թե նրանց ցանկանալու համար, այլ նրանց վկայելու, նրանց խղճալու, նրանց հոգ տանելու համար։ Ուզում է, որ քո ականջները ոչ թե պղծություն լսել սովորեն, այլ իրեն լսել սովորեն։ Ուզում է, որ քո շուրթերը ոչ թե խոսեն այն բաները, որոնք ամոթ են այս աշխարհից խոսելը, այլ որոնք սրբություն են, որոնք Աստծո գովքը պատմեն։ Ու եթե հիմա ինչ-որ բան ունես Հիսուսին ասելու, ոտքի կանգնիր։